Պարոն Վարդևանյան, բայց դուք եք դիստանցավորվում ՀՀԿ-ից կարծես ու ինչից եք նեղվում։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում ելույթներից դուք եք ինչ-որ հեռավորություն եք պահել, բայց ձեր հայտնի բարեկամները հանրապետականներ են, միգուցե վիրավորում եք իրենց։ Ուրեմն անցնենք ըստ էության քննարկմանը, իհարկե ընդդիմությունը երկրորդ անգամ առաջադրել է Լիաննա Մանուկյանի թեկնածուն, խնդրում եմ հարգեք ձեր գործընկերոջը, խոսում ենք իրենց Հարգելի գործընկերներ, լրություն համեցեք տիկին Մանուկյան։ Նոր թեկնածուի անունը հնչեցնելիս խմբակցության ղեկավարն ասաց, որ մենք բավարար չափով լավ չենք ներկայացրել մեր թեկնածուին եւ որոշեցին նոր մարտավարություն, գրանցվեցին բոլոր խմբակցություն ամբողջությամբ եւ հարցերի եւ ելույթների համար։ Պարոն Կարապետյան, ես ձեր հետ համաձայն չեմ։ Մենք շատ ուշադիր լսել ենք ձեր բոլոր թեկնածուներին լսել ենք, հարցեր ենք տվել, ելույթներով արտահայտել ենք բոլոր մտահոգությունները եւ պարոն Վարդևանյան, ամենևին չեմ կիսում ձեր այն տեսակետը, որ մենք այո, ձերն է, հանձնաժողովի նախագահի այդ պաշտոնը ձերն է, բայց մենք խնդիր ենք տեսել թեկնածության հետ։ Եվ ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է բոլոր թեկնածուները շատ մանրամասն լսենք եւ արծիք արտահայտենք։ Օրինակ, պարոն Ֆարմանյանի թե մասնագիտական, թե քաղաքական խոսույթը մեզ բերեց այն համոզման, որ վերջինս կոմպետենտ չէ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար։ Հարցապատասխանի ժամանակ, երեկվա նաև հարցապատասխանի ժամանակ, արձագանքները լսելով համոզվեցի, որ մենք շատ ավելի քան հիմնավորված որոշում ենք կայացրել։ Եվ եթե խնդիրը սաբոտաժը լիներ, ինչպես հնչում է ձեր ելույթներում, մենք պարոն Վարդևանյանին չէինք ընտրի, նույնը չէինք անի Տիկին Գալստյանի դեպքում։ Եվ այստեղ դուք ձեր թեկնածուին, գրեթե բոլորդ կամ կեսից ավելին պետական պարտքից հարց եք տալիս։ Ասում եք պետական պարտքը եւ այդ ամեն բոլոր հարցերը մասնագիտական տիրույթից դուրս է։ Այնքան նեղն եք գցում Տիկին Մանուկյանին, որ վերջում ասում է, բայց ինչի եք նեղվել, ընկերներ ջան, կառավարելի է, 50%-ի սահմաններում է, մենք տենց խնդիր չունենք, իմ հարցին հստակ ի պատասխան, Տիկին Մանուկյանը այո, այդպես է։ Ինչու եք փորձում այս ամբիոնը օգտագործել ուռճացված թվեր, ուռճացված մտքեր արտահայտելու համար։ Ու ընդհանրապես այստեղից այս ամբիոնից ինչ-որ կանխատեսումներ անել հակաճգնաժամային, չգիտեմ, տնտեսական, չգիտեմ ինչերից, կառավարումից։ Ասում եք, երկիրը պետք է հակաճգնաժամային կառավարման հասնի։ Որտեղ եք այդ ճգնաժամը տեսել։ Ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Երբ միջազգային բոլոր կառույցները արձանագրում են, որ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է, պարտքը կառավարելի է։ Ասում եք տոկոսադրույքները բարձր է, բայց ինչի՞ չեք ասում, որ մեր վերցած վարկային տոկոսների մեծ մասը դրամային են։ Դրամային վարկեր են, այսինքն պորտֆելում գերակշռումը դրամային վարկեր է։ Վարկերից եք խոսում, Տիկին Մանուկյան, դուք լսել եք, որ ես լինելով ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ամեն հանձնաժողովի նիստին, յուրաքանչյուր նիստին, Տիկին Վարդանյանն էլ ինձ հետ միասին, մենք ասել ենք կենտրոնական բանկի ներկայացուցիչ ով եկել է, ասել ենք, որ ինչի է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազում, բայց վարկի տոկոսադրույքը չի նվազում եւ դրա համար պետք չի դիմադիր լինել։ Մենք արձանագրում ենք խնդիրը, բարձրաձայնում ենք, նույնիսկ այս դահլիճում երբ եկել է ԿԲ ներկայացուցիչը, այդ մասին խոսել ենք եւ եղել է պատասխան եւ եղել է նաեւ աշխատանք մեր կողմից այդ ուղղությամբ, այսօր իդեպ ունենք արդեն այդ աշխատանքի արդյունքները, որոշ բանկեր վարկային տոկոսադրույքները նվազեցրել են։ Բայց նաև հիմնավորված է եղել, ինչու չեն կարողանում դա նվազեցնել։ Ուզում եմ ասել, պետք չի այստեղ էլի օգտվել այդ առիթից եւ ինչ-որ հայտարարություն անել, որը ավելի շատ ուռճացված է։ Եկեք համեմատենք ԱՄՆ-ի պետական պարտքը, 39 տրիլիոն դոլար է, ՀՆԱ-ի 100%-ն է, Ճապոնիայինը ՀՆԱ-ի 250%-ից ավելին է։
Հիմա այս նշածած երկրները զարգանում են, թե սնանկանում են։ Ուրախ եմ, որ նաև կրկին անգամ հիշեցնեմ, որ էլի դուք արձանագրել եք, որ կառավարելի տիրույթում է պարտքը։ Օրինակ 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2%, իսկ պետական պարտքը աճել է 850 միլիոն դոլարով։ 2025 թվականին պետական պարտքն ավելացել է 1.7 միլիարդ դոլարով, բայց գիտեք որքան է կազմել տնտեսական աճը 7.2%։ Պարտքից խոսեք նաև դրա արդյունավետությունից ու գեներացիաց արդյունքից։ Ու չեմ հիշում, որ այսօր ուժեղ Հայաստանում տեղավորված որևէ փորձագետ այն ժամանակ, որ այդ տնտեսական աճներ, ահազանգեր, թե ինչու է պետական պարտքը իր տնտեսական արդյունքը չի ապահովում։ Օրինակ, խոսում ենք, ինչի՞ չեք խոսում մեր պետական աջակցության ծրագրերից։ Ինչի՞ չեք ասում, լավ ծրագրեր ունեք, արդյունաբերության ոլորտում սարքավորումներ, վերազինման լիզինգային ծրագրեր ունենք, իդեպ դուք ձեր խմբակցության բոլոր անդամները, ովքեր ունեն այդ բիզնեսից օգտվում են, այդ ծրագրից օգտվում են դուք։ Հիմա դա արդյունավետ է, թե անարդյունավետ է։ Փաստում եք, որ լավ ծրագիր է, եւ դուք օգտվում եք։ Դուք չեք խոսում արժեք ստեղծող կապիտալ ծախսերից։ Թողել ենք բովանդակային մասնագիտական մասը, եկել այստեղից ասում ենք Snoop Dogg, ֆեստիվալ, չգիտեմ, շատ կարևոր է, որ խոսենք բովանդակությունից։ Այստեղ անդադար խոսում ենք 0% վարկերից։ Ասում եք պետք է իջացնենք ՓՄՑ-ները 0%, բայց ասում եք ու հիմնական շեշտադրումը անկեղծ լսել եմ իրավաբանական ծառայություններ։ Այդպես կողքից ասում եք դե նաև այլ ծառայություններ։ Հաշվապահականն է կար, մյուս ծառայություններն է կար, իրավաբանական ծառայություններ։ Օրինակ կանխիկ գործառնություններից եք խոսում, ասել եք պատուհաս է դարձել մեր գլխին։ Այդ որ այդ տոկոսադրույքները նվազեցնում եք, որտեվ ձեր բոլորդ բիզնեսից եք եւ ուզում եք այս ամբիոնը ձեր լիազորությունները օգտագործեք իշահ այն ամենի ինչում որ դուք ներգրաված եք, այնպես ինչպես հեծը օգտագործել եք իշահ ձեր բիզնեսի, պետք է դա ասել։ Եվ այստեղից պարոն Գևորգյանը երբ ասում է գնացեք գյուղեր, պարոն Գևորգյան, գտեք մեկ կուսակցություն, ով մեզանից շատ եղել է գյուղերում, շփվել է գյուղացիների հետ, եղել է ուղիղ քաղաքացու եւ գյուղացու կողքին։ Իսկ խմբակցությունը իր ավարտելով եւ ամփոփելով ասեմ, որ խմբակցությունը իր դիրքորոշումը կհայտնի ընտրությամբ, ձեզ հաջողություն եմ մաղթում, Տիկին Մանուկյան։